Բարև ձեզ, Factor TV հյուրը Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանն է, ողջույն, պարոն Կոպալյան։ Այսօր Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպում են Ստամբուլում, այս հանդիպումը ունի ամերիկյան աջակցություն, գնացեք, բանակցեք եւ խաղաղություն հաստատեք, բայց մեկ օր առաջ սրանից Ուկրաինան փաստորեն ոչնչացնում է 40-ից ավելի ռուսական ինքնաթիռներ ԱՀԻՍ-ուն TU-95, TU-22 M3 անօդաչուների գրոհ է գործողություն, որ երկար ժամանակ էր պատրաստվում, սա համընկնում է այս բանակցություններին, ընդհանրապես իրավիճակը ինչպես է գնահատում այս ճակատում։ Ասենք, մոտավորապես պարզվեց, որ Ուկրաինան 1.5 տարի պատրաստվում էին, որ սա այս իրականացնեին եւ իսկապես սա շատ յուրահատուկ աշխատանք է։ Նամանավանդ ասիմետրիկ հիբրիդային լայն ռազմավարության տեսանկյունից իսկապես շատ քիչ երկրներ կան, որ կարողանալու են սա իրականացնել եւ հասկանում են նամանավանդ է Ռուսաստանի տարածքում եւ հասկանում ենք, որ Ուկրաինայի կարողությունները իսկապես գնալով ավելի հզորանում է այդ տիրույթում։ Սա ես չի ասի կապնված է բանակցություններին, որովհետև սա բանակցության երկրորդ փուլն է, առաջին փուլում տեսանք, որ շատ բան չեղավ, սա այս երկրորդ դաշնակությունն է, այս Ուկրաինայի մոտեցումը իրենց տրամաբանությամբ նվազել, ասենք, երբ որ իրենց արդեն պատրաստ էին, կիրառ էին իրենց ծրագիրը եւ իրենք անցան այդ օպերատիվ դաշտը իրականացնեցին։ Ճիշտ չէ, փորձենք ամեն ինչ իրար հետ կապել, երբ որ այնտեղ շատ են կապում իրականում։ Այո, կապ չկա։ Նույն ժամանակ կարող եմ ասեմ, որ Ուկրաինան համոզված է եւ ովքեր որ զբաղվում են այս հարցի շուրջ, նամանավանդ ասենք միջազգային հարաբերության մեջ եւ քաղաքագիտական համայնքը, բոլորիս համար ակնհայտ է, որ Ռուսաստանը ազնիվ ձևի չի մասնակցում այս բանակցություններին։ Այսինքն տեսել ենք, որ այս բանակցությունից արդյունք չի լինելու եւ Ռուսաստան տևական արհեստական խոշենդոտներ է ներբերելու այս գործընթացին, որովհետեւ իրենք պատրաստ չեն զինադադարի կամ խաղաղության։ Այդ տեսանկյունից, եթե Ուկրաինայի համար ակնհայտ է, որ այս արդյունք չի ելելու այս բանակցություններից, աննպատակ կապենք այս բանակցությունները այս իրադարձությունների հետ։ Այսինքն Ուկրաինան անելու էր ինչ որ անելու էր, որտեղ իրենք 1.5 տարից սրան պատրաստում են եւ ժամանակ է եկել, որ իրենք կիրառեին այդ ծրագիրը։ Դրա համար բանակցությունները առանձին գործընթաց իրենց տևական պաշտպանության եւ հակահարձակման կարողությունները իրենք շարունակում ավելի զարգացնել։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Տեսեք, Միացյալ Նահանգների այս ղեկավարությունը գոնե հրապարակային իր հայտարարությունում ինչ որ չափով թերահավատություն ունի Ուկրաինայի հաղթելու սցենարի վրա, անգամ բանակցային ասպես կարողությունների Դոնալդ Թրամփը հաճախ է ասում դուք խաղաքարտ չունեք, արդյոք սա կարելի է որոշակի ուժի ցուցադրություն Կիևի կողմից դիտարկել, որ մենք ունակ ենք իրագործել այսպիսի սցենարներ եւ սա արդյոք կարող է ակնարկ լինել ԱՄՆ նոր վարչակազմին կատարեք մեզ վրա ներդրումներ կամ խաղադրույքներ ռազմական սցենարների ուղղությամբ։ Դրա հավանականությունը կա, այստեղ երկու խնդիր կա։ Առաջինը, որ ինչ որ Ուկրաինան արեց, դա ազդեցություն չի ունենալու ճակատամարտի այո, որովհետև հասկանում ենք, որ այն ինքնաթիռները, որ հարվածեցին, դա պատերազմային դաշտում շատ բան չի փոխելու եւ իսկապես Ուկրաինան այս քայլով ուզեցավ ցույց տա, որ իրենք ունեն այն կարողությունները, որ կարողանան Ռուսաստանին խորը Ռուսաստանի դիրքերում եւ տարածքների մեջ հարվածեն եւ ցնցեն իրենց քաղաքական դաշտի եւ ներքին քաղաքական փորձեն անկայունություն ստեղծեն իրենց քաղաքական դաշտում։ Այդ առումով իսկապես դա հետաքրքիր բան է, իրողություն էր։ Միացյալ Նահանգների տեսանկյունից նայեք, Թրամփի վարչակազմը իսկապես կարող է մի քիչ նամանավանդ Թրամփը կարող է մի քիչ զարմացած լինի, որ ոնց կարողացավ Ուկրաինան անի ինչ որ նա արեց։ Եվ դա թույլ է տալու այն թևը, որ կա Washington DC-ում, որ իսկապես ամեն ձևի փորձում է Թրամփին համոզել, որ իրենք աջակցեն եւ օգնեն Ուկրաինային, այս իրադարձությունները օգնելու է այդ թևին, որ կարողան իրենք ավելի ամրապնդեն իրենց դիրքորոշումներ եւ համոզեն Սպիտակ տանը, որ ավելի օգնություն տան Ուկրաինային։ Այդ կողմից այո, սա դրական է լինելու, բայց ներկայիս բավարար փաստ չունենք, որ հասկանանք Թրամփի վարչակազմը ոնց է այս իրադարձությունը անցալելու եւ
իսկապես Թրամփը համոզվելու է, որ Ուկրաինայի շանսերը հավանականությունը բարձր է հաղթանակի եւ ավելի օգնի, թե կարող ասեմ, որ այո, շատ հետաքրքիր բան որ արեցինք, մի քիչ է զարմացանք, բայց օրվա վերջ շատ բան չի փոխվելու, դրա համար մենք մեր լայն ռազմավարությունը չենք փոխվելու։ Ներկայիս մի քիչ ազնիվորեն ակնհայտ չի, սպիտակ տունը ոնց է մոտիկանալու այս հարցին։ Բայց ռազմագիտական տեսանկյունից իսկապես Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը այս իրենց համար սա հետաքրքիր մի քայլ էր, որ Ուկրաինան արեց եւ շատ հետաքրքիր էր, որովհետեւ երբ որ նայում ենք այն ինքնաթիռները, որ ուկրաինացիք իսկապես կործանեցին, Ռուսաստանը դա օգտագործում էր իրենց միջուկային զենքերի եւ ատոմային կարողությունները զարգացնելու համար։ Այո, երբ որ ասենք տեսնում ենք իրենց, ասենք այդ կարողության 40% կամ 30%-ը զուտ կոնկրետ թվերը չենք իմանում, բայց ինչ որ Կիևը հայտարարել է, հրապարակել է, դե ասենք մինչև 40%-ի կարողությունները, եթե Ուկրաինան կարողանա ջնջի, դա կլինի Միացյալ Նահանգների համար, կլինի ՆԱՏՕ-ի համար, կլինի Եվրոպայի համար, սա իսկապես շատ յուրահատուկ իրավիճակ է, որտեղ իրենք երբեք չէին նախատեսել X երկիր կկարողանա անի նա ինչ որ Ուկրաինան արեց։ Այդ տեսանկյունից այստեղ ռազմավարական մի հետաքրքրություն կա, որը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը եւ ՆԱՏՕ-ի ամբողջ կազմը ահագին ուշադրություն է դարձնում։ Այդ տեսանկյունից ես համոզված չեմ, որ բանակցությունների գործընթացի վրա սա շատ կազդի, բայց ռազմագիտական տեսանկյունից, այո, ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները նայում են եւ ասում են, որ իսկապես Ուկրաինայի կարողությունները այն մակարդակին, որը որ մենք չենք նախատեսել, եւ դա իրենց օգնելու է։ Ուկրաինան երևի այդ զարմացնելու անակնկալի գործոնի վրա է, չէ՞, նաեւ փորձում։ Իրենք ուզում են ասեն մենք կոմպետենտ ենք, այսինքն մեզի չեք տալի այն զենքերը, որ մենք պահանջում ենք, բայց մենք որը որ կարող ենք ստեղծենք, մեր ռազմական արդյունաբերությունը 2 տարում կարողացենք ձեռք բերենք այն ինչ որ ձեռք ենք բերել եւ տեսեք ինչ արեցինք։ Դա շատ կարևոր է, այսինքն ցուցադրել ուժ, դրա կարիքը զգում էր ուկրաինական կողմը ցուցադրել կարողություն։ Այո, կարողություն։ Ցուցադրել կարողություն, որտեղ սա ուժի մրցույթ չի, սա կարողության մրցույթ է։ Կարողություն ռազմագիտության, չէ, ռազմաարդյունաբերության, ՏՏ աշխարհի կարողություն եւ Ուկրաինան հետաքրքիր պատմություն է նաեւ մեզ համար ուսումնասիրելու, թե ինչպես պետություն կարող է պատերազմական ճգնաժամային իրադրության մեջ զարգացնել նման տեխնոլոգիաներ եւ նման խնդիրներ առաջ դնել։ Շատ հետաքրքիր է այս առումով հայաստանյան ձեր գնահատմամբ ընդհանրապես ռազմական կարողությունը ինչպիսի պոտենցիալ կարող է ունենալ, պարոն Կոպելյան, հաշվի առնելով Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ մեր գործընկերությունը, այլ պետությունների նաեւ եվրոպական միության, մենք կարող ենք նման խնդիր դնել։ Իհարկե մենք չափերով անհամեմատ տարբեր ենք, ռեսուրսներով, նպատակներով, մարտահրավերներով եւ այլն, բայց խոստովանենք որպես պետություն կարևոր է սեփական ռեսուրսներ գեներացնել եւ դրանք կիրառել անհրաժեշտության բաղեմ եւ չսպասել Մոսկվայից, քանի ասենք ինչ որ ռակետ են ուղարկելու, որը չգիտեմ պայթել է թե չէ։ Դե դա ներկայիս բացառում է Ռուսաստանից այլևս մենք ոչ բան չենք ստանում, այո, 96%-ը մեր տեխնիկան եւ այլն, զինտեխնիկան գալիս է տարբեր երկրներից, բայց նայեք, մի քիչ ես չի ուզի համատեի Ուկրաինայի իրավիճակը մեր հետ, որտեվ ազնիվորեն ամբողջ արևմուտքը աջակցում եւ օգնում է Ուկրաինային։ Հայաստանը ԱՄՆ-ն, չէ, այսօրվա ԱՄՆ-ն։ Այո, այսինքն կապված այս ներկայիս հակամարտության հետ եւ այդ իրենց արդյունաբերության կարողությունները իսկապես իրանք ահագին օգնություն են ստանում արևմուտքից, կնի գիտության տեսանկյունից, ֆինանսական տեսանկյունից եւ այլն։ Հայաստանի պահը մի քիչ տարբեր է։ Այո, մենք համագործակցում ենք Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, տարբեր Եվրոպայի գործընկերների հետ եւ Միացյալ Նահանգների հետ ավելի ռազմագիտական տեսանկյունից եւ բարիփոխումների տեսանկյունից։ Բայց երբ որ մենք խոսում ենք ռազմական արդյունաբերության մասին, դա պետք է ձեռք բերես իսկապես քո ներքին բնական տաղանդներով։ Այո, յուրաքանչյուր պետք է դա ձեռք բերի իր ներուժով։ Եվ Հայաստանը մատաշատանքը ներկայիս գնում է։ Հիմա Ես շատ չենք կարող այս հարցի շուրջ խոսանք, բայց խնդիրը հետևյալն է։ Հայաստանում ունենք այդ տեխնոլոգիայի կարողությունը, ունենք այդ ինտելեկտուալ կարողությունը, որ հասնենք մեր նպատակին։
խնդիրը ժամանակն է, ոչ թե կարողությունը։ Ուկրաինայինը հակառակն էր։ Այո, Ուկրաինայում իրանք չունեին կարողություն եւ գիտությունը, բայց 14 թվականից հետո իրենք ունեցել են ժամանակը։ 8 տարի, այո։ Իրենք դրա համար չարեցին ինչ որ պետք է անեն մինչև ուտարապես 22 թիվը, բայց դրանից հետո շատ արագ ձևի վերականգնվան, որտեղ այդքան օգնություն ստացան տարբեր երկրներից։ Հայաստանը հիմա ունի այդ կարողությունները, բայց մեր ժամանակն է կարճ։ Դրա համար պետք է մի շատ արագ ձևի աշխատենք, որ գոնե այդ անհավասար անհամաչափությունը, որ ունենք Ադրբեջանի հետ, ըստ նկատի ունեմ այդ տեխնոլոգիայի, զինտեխնիկայի սպეციფიկ ոլորտերով, ոչ թե ուժային կարողությունով, այդ տեխնոլոգիայի ոլորտով, որ մենք կարողանանք դա լուծենք եւ մոտիկ անում ենք։ Այսինքն առողջ հասկացողություն կա, որ Հայաստանը պետք է իր ռազմական արդյունաբերությունը շատ արագ ձևի զարգացնի եւ ունենք այդ ներուժը, որ դա իրականացնենք։ Նույն ժամանակ այո, ֆրանսիացիների հետ որ մենք համագործակցում ենք, տարբեր եվրոպական երկրների հետ որ մենք համագործակցում ենք, դա իսկապես թույլ է տալի, որ դրսից բերենք, նման սպյուրքից բերենք այն գիտնականներին, այն մասնագետներին, որ թույլ տան մենք հասնենք մեր նպատակներին։ Հնդկաստանի հետ կապված դինամիկան մի քիչ տարբեր է։ Մենք տեսանք այդ 4 օրվա հակամարտությունը, որ Հնդկաստանն ունեցավ Պակիստանի հետ եւ Հնդկաստանը ցույց տվեց, որ իրենց զինտեխնիկա, իրենց զենքերը իսկապես արդյունաբեր են։ Եվ այդ նույն բաները, որ Հայաստանը գնում է եւ ստանում է Հնդկաստանից, դա արդեն մեր համար ապացույց է, որ այդ բազան, որ մենք ներկայիս ստեղծում ենք, այն զինտեխնիկան, որ մենք բերում ենք, իսկապես երբ որ ժամանակը գա կծառայի այն նպատակներին։ Այդ տեսանկյունից մենք գնում ենք դեպի ճիշտ ճանապարհը, բայց այո, այն աշխատանքը, որ Ուկրաինան է տարել, մենք պետք է մի քիչ արագացնենք, որ մեր մոտ իրականացնենք այդ կարողությունները։ Եվ լավագույն ցուցիչը հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-հնդկական, Հայաստանի եւ Եվրոպական միության տարբեր երկրների անվտանգային հարցում գործակցության կլինի այն, որ Հայաստանում նաեւ հիմնադրվեն անվտանգային ռազմական կրթություն տվող ակադեմիաներ նրանց գիտելիքի փորձի հիմքի վրա, նաև համատեղ, նույնը նաև ռազմական արդյունաբերության ոլորտը, այսպես միայն շտապ օգնության ռեժիմում չաշխատի պետությունը, պետք է հիմքերը ամուր լինեն։ Այո, ինստիտուցիոնալ զարգացման։ Եվ սկսել ենք Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիան դեռ բարի փոխումներ սկսեցինք, ահագին մենք այսինքն բանաս մեր սպայական կազմը վերապատրաստվում է ՆԱՏՕ-ի դպրոցներում, կլինի Հունաստանում, կլինի Միացյալ Նահանգներում, կլինի Ֆրանսիայում, այսինքն տեսնում եք, որ աշխատանք արդեն սկսել ենք, որ հիմքերը ամուր լինեն եւ ինստիտուցիոնալ առումով զարգանանք։ Դա բնականաբար նորից մի 2-ից 3 տարի է տևելու, բայց երբ որ դա իրականացվի, այսինքն երբ որ ամբողջ մեր միջին սպայական կազմը դրսում է կրթություն ստացել եւ իրենց կրթության ռազմագիտական ստանդարտները համապատասխանում են միջազգային եւ ՆԱՏՕ-ի ստանդարտներին, այդ ժամանակ ամբողջովին բանակի որակը, մակարդակը եւ իրենց բարելավելու գործընթացը ավելի կարողանա։ Շատ լավ, մենք անպայման հայ-ամերիկյան եւ հայ-ֆրանսիական գործակցությունից անպայման կխոսենք, հատկապես որ այսօր Գորիսում բացվում է ֆրանսիական պատվո հյուպատոսի գրասենյակ ու նաև վերջերս Միացյալ Նահանգներից բավական բարձրաստիճան այցեր կային եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հարքը, նաև սենատոր, սրանից անպայման կխոսենք, նաև նորություններ այդտեղ ունենք, բայց ուզում եմ ամեն դեպքում ամփոփենք ռուս-ուկրաինական տիրույթը։ Պարոն Կոպալյան, Թրամփի վարչակազմի մարտավարությունը տարբերվում էր Բայդենյան շրջանի մարտավարությունը եւ դրա լավագույն ցուցիչներից մեկը այն էր, երբ որ Թրամփից պահանջում են Պուտինին անվանել պատերազմի հանցագործ, ասում են դուք ոնց եք պատկերացնում, որ ես այդպիսի բան ասեմ եւ զանգեմ ասեմ, հեյ Վլադիմիր, կանգնեցրեք պատերազմը եւ այսինքն նա խնդիր ուներ որոշակի այսպես ասենք հարաբերությունների տանելիություն ապահովել, չէ, խոսակցություն հնարավոր լինի Մոսկվայի հետ վարել եւ Ռուբիոն էս ուկրաինական դրոնային հարձակումներից հետո երբ որ Լավրովի հետ խոսել է, ցավակցել է զոհերի կապակցությամբ մի բան, որ նախկինում անհնար էր պատկերացնել, նրանք ընդհանրապես չէին շփվում։ Ձեր կարծիքով այս տենդենսը բանակցային process-ի ուր է տանում, արդյոք մենք կտեսնենք մի իրավիճակ, երբ որ Դոնալդ Թրամփը վերջնականապես կհամոզվի, որ Ռուսաստանը չի ուզում կանգնեցնել պատերազմը եւ Ուկրաինային այնպիսի զինատեսակներ, այնպիսի ռազմական անվտանգային կարողություններ կտրամադրվեն, որ պատերազմի դաշտում ինչ որ իրավիճակ փոխվի, տեսեք, ես երբեք չեմ ասի հաղթի Ուկրաինան կամ Ռուսաստանը ջախջախվի եւ այդ տերմիններով չխոսենք, հա։ Այսինքն Պուտինի համար
անհետաքրքիր դառնա պատերազմի շարունակում։ Ինչ եք դուք տեսնում։ Նայեք, այստեղ ազնիվ պատասխան է եւ ոչ թե ոչ ազնիվ, բայց դիվանագիտական մեգոց է։ Եվ այո, եկեք ասենք դիվանագիտական պատասխանը։ Ներկայացնեմ դիվանագիտական պատասխանը։ Դիվանագիտական պատասխանը հետևյալն է։ Թրամփի վարչակազմը, այո, իր ռազմավարությունը տարբերվում է Բայդենի վարչակազմին, որտեղ իրենք համարում են Բայդենի վարչակազմի մոտեցումը ապակառուցողային։ Իրենք ասում են, որ մենք ոնց կարող ենք նստենք բանակցությունների, աջակցենք երկու կողմին բանակցության սեղան, երբ որ մենք անվանենք Պուտինին այն բաներ, որը որ դուք ուզում եք, մենք իրեն անվանենք։ Դա ապակառուցողային է, երբ թույլ չի տա խաղաղության պայմանագիր կնքենք կամ գնանք զինադադարի։ Այդ տեսանկյունից Թրամփի վարչակազմը ասում է, որ պետք է ուրիշ լեզվով խոսանք Պուտինի հետ, որտեղ 2-3 տարի այն լեզվով, որ Բայդենի վարչակազմը խոսած, տեսանք, որ արդյունք չկա։ Այո, պատերազմը չի ավարտվում։ Այո։ Նույն ժամանակ, երբ որ Բայդենի վարչակազմը խուսափում էր էսկալացիայից, Թրամփը միշտ ասել է, որ էսկալացիայի հավանականությունը այնտեղ կա։ Այսինքն, երբ որ ասում է Թրամփը ասում է այն պահին, երբ որ ես համոզված եմ, որ Պուտինը կատեգորիկ խուսափում է խաղաղությունից եւ այն բաները, որ ինքնից խոսք է տվել, եւ դա ինքը չի իրականացնում, այդ ժամանակ հավանականությունը բարձր է, որ մենք զբաղվենք էսկալացիայով եւ կտանք Ուկրաինային այն զենքերը, որ պետք է, որը շատ վատ կլինի Ռուսաստանի համար։ Դա է դիվանագիտական պատասխանը։ Դա լուրջ սպառնալիք է, այսպես ասենք, Ռուսաստանին։ Այսինքն դուք որպես մասնագետ լուրջ եք ընկալում այդ սպառնալիքը։ Իրոք Թրամփի վարչակազմը կգնա դրան, եթե Պուտինը չկանգնեցնի։ Այո, նայեք, երբ որ Թրամփի, եթե մի կա մի պահ, որ Թրամփը գիտակցում է ներքին քաղաքական դաշտում Պուտինը իրեն ամաչացրել է, ցույց է տվել, որ Թրամփը ոչ թե հզոր նախագահ է, այլ այն տեսակի նախագահն է, որ իրեն կարող են խաբեն, այո, եւ նա ունի այն ազդեցությունը, որ ինքը ներկայացրել որ նա ունի, եւ անդիմությունը Միացյալ Նահանգներում դեմոկրատները դա կօգտագործեն իր դեմ, որ իր ռեյտինգներին ավելի վնասեն, այդ պահին, երբ որ Թրամփը փորձի տեսնի ինչ անում եւ փորձի այդ խնդիրը լուծելու, այդ ժամանակ այո, իր ներքին քաղաքական դիվիդենդների համար եւ իր պրեստիջը պահպանելու համար ինքը կդիմի այդ քայլին։ Բայց դրան հասնելուն պետք է հասկանանք, որ նորից բանակցությունների գործընթացը ոնց է գնում եւ Ռուսաստանը ինչ դիրք է վերցնում։ Նայեք, դες Ռուսաստանը ասում է, չէ, մենք պատրաստ ենք մասնակցենք բանակցություններին, սա երկրորդ փուլն է եւ այլն, Պուտինը ասում է, պատրաստ եմ Թրամփի հետ նստեմ, շարունակեն բանակցությունները։ Այդ տեսանկյունից Ռուսաստանը չի ամբողջովին մերժում։ Եվ ներկայացնում է մեծ ցուցակ պայմաններ։ Թրամփի համար դա բավարար է ներկայիս, որ ասի, բայց տեսեք ժողովուրդ, Ռուսաստանը փորձում է կառուցողային ձևի մասնակցի, երբ որ Բայդենի վարչակազմի ժամանակ բանակցությունները ոչ մեկ լուրջ չէին ընդունում։ Նայ, Կրեմլինը սա հասկանում է եւ փորձում է դա օգտագործել, որ ժամանակ շահի մինչեւ գային փուլը, որ Թրամփը գիտակցի, որ չէ, Պուտինը ոչի բան չի համաձայնվելու եւ այդ ժամանակ եթե դինամիկան կփոխվի, չի փոխվի, կհասկանանք։ Դա դիվանագիտական պատասխանն է։ Ոչ դիվանագիտական եւ ռեալ ազնիվ պատասխանը։ Երկու Բայդենի եւ ներկայիս Թրամփի վարչակազմը երկուսն է հասկանում են, որ այո, խոսում ենք խաղաղության լեզվով եւ ես համոզված եմ, որ Թրամփը եւ իր թիմով ուզում են խաղաղություն ապահովեն, որ Թրամփը մտնի պատմության մեջ այն նախագահներից, որ աշխարհում մեկ խաղաղություն ապահովե եւ այլն, դա հասկանալի է։ Բայց Միացյալ Նահանգների ինստիտուցիաները անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց լայն ռազմավարությունը իրենց տեսանկյունից իրենք կողմ են, որ այս հակամարտությունը շարունակվի։ Այդ առումով իրենք երբեք չեն տալ Ուկրաինային այն զենքերը, այո, որ ստեղծի այն խնդիրը Ռուսաստանի համար, որը կարող է ստեղծի, նույն ժամանակ չեն զրկել Ուկրաինային այն մինիմալ զենքերից, որը թույլ կտա Ռուսաստանը ձեռքբերի հաղթանակ։ Այսինքն Բայդենյան շրջանի այդ մարտավարություն չի փոխվի։ Չի կարող փոխվել, որտեղ Միացյալ Նահանգները հասկանում են, որ այս տևական հակամարտությունը, որը որ պետք է կառավարվի, այո, ոչ թե կոնտրոլ փորձվի, բայց կառավարվի, այո, դա համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերի հետ եւ Եվրոպայի շահերի հետ։ Նայեք, երբ որ Թրամփը ընտրվեց եւ ինքը սկսեց խաղաղության մասին խոսալ եւ ասեց, նայեք, եթե Ուկրաինան չլսի ինձ, այլևս իրենք չենք զինելու, որ իրենց պատիժենք, որ իրենք հասկանան խաղաղությունը կարևոր է եւ այլն, երբ ինքը սկսեց այդ ռետրոաբանությունը վարել, Եվրոպան ոտի կանգնավ։ Այո, որ Եվրոպան ոտի կանգնավ եւ ասեց, եթե Միացյալ Նահանգները հետ կանգնի, մենք մեր լավագույնը անելու ենք, որ գոնե օգտակար լինենք Ուկրաինային, օգնենք, որ իրենք շարունակեն այս պատերազմը, որ շարունակեն պաշտպանվել։
Ինչին եկանք, մոտավորապես 2-3 ամիս հետո Թրամփի վարչակազմի համաձայնվեց, հիմա ներկայիս բոլորը շարունակում են այդ նույն ծրագիրը, այդ նույն գործընթացը, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ եթե կարողանան այս հակամարտությունը կառավարեն, հետևանքը լինում է հետևյալը. Ռուսաստանի կարողությունը գնալով նվազում է, այո, Ռուսաստանը գնալով դառնում է թույլ երկիր, եւ Ուկրաինայի կարողությունները կամաց-կամաց զարգանում են եւ գալու է մի ժամանակ, որ իսկապես Ռուսաստանը ավելի կթուլանա եւ Ուկրաինան կդառնա հզոր բուֆեր։ Նայեք, մարդասիրական տեսանկյունից ցավալի է։ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, բայց խնդիր կդառնա Ռուսաստանի համար։ Արդեն խնդիր է Ռուսաստանի։ Մեծ խնդիր։ Այո, եւ արևմուտքի նպատակը, որ այսինքն սա ակնհայտ է, սա գաղտնիք չէ, բաց գաղտնիք է, եկեք տենց ասենք, ամբողջ նպատակը, որ Ուկրաինան դարձնեն Լեհաստան, այո, Լեհաստանի կարողությունով մի երկիր, այո, Ռուսաստանի սահմանին հզոր բուֆեր, որ Կրեմլինը պետք է ահագին ռեսուրս հատկացնի այդ ֆրոնտին եւ միայն զբաղվի երբ հիմա ներկայիս բանը, ասենք այո, հակամարտությունը, երբ որ զինադադարը լինի, սա դառնալու է սառը պատերազմ։ Այսինքն Ուկրաինան դառնա ամրոց միանշանակ Ռուսաստանի դեպի արևմուտք, այսպես ընթացքը եւ կոպիտ ասած քամի Ռուսաստանի ռեսուրսներ եւ կարողություններ, որտեղ Ռուսաստանը պետք է տևական ռեսուրս հատկացնի այդ ֆրոնտին։ Այո, եւ ինչին են կարի այս պատերազմը հաղթող չի ունենալու։ Դրա մասին շատ ենք խոսած եւ քննարկել ենք։ Ժամանակակից տարում հաղթանակ հասկացողությունը ամբողջովին փոխվել է։ Այդ տեսանկյունից Ռուսաստանը ունի իր նպատակներ, Ուկրաինան ունի իր նպատակներ։ Ուկրաինայի նպատակը որ պաշտպանվի եւ թույլ չտա Ռուսաստանը հասնի իր նպատակներին։ Դա Ուկրաինայի համար բավարար է, որ նա հայտարարի հաղթանակ։ Այո, Ռուսաստանը տարբեր, Ռուսաստանը տևական փոխում է իր այսինքն բանի չափանիշները, սկզբից Կիևն էր, հետո Խարխիվն էր, հետո Չեսիմանը Մինչն էր, հետո եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց օրվա վերջ Միացյալ Նահանգների տեսանկյունից, այո, Թրամփը դիվանագիտական մասշտաբով միշտ խոսալի է կառուցողային քայլեր վերցնել, բանակցություն եւ այլն եւ այլն, բայց նույն ժամանակ Միացյալ Նահանգները շարունակում են ներկայիս Ուկրաինային զինել։ Եվ Ռուբիոն այո, իրավամբ սենատում, երբ որ նրան իրապես հարցաքննում էին, սենատորներն ասում են, մենք Պուտինին ոչինչ չենք զիջել։ Բառային մակարդակում նրանք ջարդել են շատ պատկերացումներ, որ նույն պետքարտուղար Ռուբիոն, երբ որ ասում են սա Միացյալ Նահանգների պատերազմն է պրոքսի Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ, մեզ համար շոկային էր, որովհետև մենք շատ ռուսներից ենք այդպիսի բան լսում, որ սա Ամերիկայի պատերազմն է։ Նրանք որոշ բաներ ջարդեցին կարծրատիպեր, բայց խորը ռազմավարությունը կշարունակի։ Դա շարունակվում է եւ այն պայմանագիրը, որ Միացյալ Նահանգները կնքեց Ուկրաինայի հետ, ինչ որ վերաբերում է հանքերի հետ կապված, այդ միներալների հետ կապված, այսինքն սա միլիարդների ներդրում է, այո, որ Միացյալ Նահանգները անելու է եւ շահեր ունի Ուկրաինայում։ Այդ տեսանկյունից մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները այստեղ հեռանկար ունի եւ պետք է դրա համար հասկանանք, որ քաղաքագործիչները տարբեր բաներ կասեն, ռետորաբանցները մի պահին սուր կլինի, մյուս պահին սուր չի լինի, բայց օրվա վերջ այդ թաքնված ռազմավարությունը, որը ոչ դիվանագիտական տրամաբանությունը առողջև ներկայացնում է, դա է վարում իրականությունները։ Երևի դա էլ հաշվի առնելով Պուտինը, ասպես ասենք, տնտեսական համագործակցության պատժամիջոցների վերացման, անգամ Ղրիմը Ռուսաստանին է ճանաչելու այդ խայծերը կուլ չի տալիս, այսինքն դնում է պահանջներ, ասենք 4 շրջանը այդ թվում չգրավված տարածքներ տվեք ինձ, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան եւ ԱՊ մյուս երկրները պետք է ՆԱՏՕ-ին չանդամակցեն, այսինքն իրավիճակային այսպես դիվիդենդների հետևից չեն գնում եւ ըստ էության պահանջում են հիմնային իրենց պահանջների կատարում Միացյալ Նահանգների կողմից։ Նայեք, որտեվ Պուտինը հասկացավ, որ սկզբից այն պահանջը, որ ինքը ներկայացրել էր, դա անկարելի է ստանալ։ Դրա համար գնալով ինքը փոխեց իր պահանջները։ Այո, սա այլևս աշխարհաքաղաքական խնդիր չի, սա սպეციფიկ է Ուկրաինային։ Երբ որ անցյալում այո Ռուսաստանը բողոքում է, որ ՆԱՏՕ-ն տարածում է եւ գալիս է մեր սահմաններին եւ արևմուտքը այս հարցին պետք է պատասխան տա եւ այլն, այլևս սա թեման չեն խոսում։ Դե Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամներ դարձան վերջի 2 տարում։ Այսինքն Պուտինի ռազմավարությունը եւ այն քայլերին ինքը դիմեց, որ ապահովի Ռուսաստանի շահերը, տեսանք որ արդյունքը հակառակ եղավ։ Ինքն է դա գիտակցեց։ Այդ տեսանկյունից իրենց վիճակի մաներկայից այնքան լուրջ է, որ Կրեմլինն այլևս չի մտածում ՆԱՏՕ-ի մասին կամ ՆԱՏՕ-ի տարածվելու մասին։ Ինքը մտածում է, որ ոնց է կարողանալու Ուկրաինայի հարցը մի ձևի լուծել, որ նա չունենա ներքին անկայունություն։
որովհետև նա հասկանում է, որ չունի այն կարողությունը, չունի այն բանակը, չունի այն հզորությունը, որը նա կարծես որ ուներ։ Այո, որտեղ երբ որ խոսում ենք 2-3 շաբաթից Ուկրաինան պետք է գրավեին, ներկայիս 3 տարի է անցել եւ Ուկրաինան հելում է հակամարտության եւ արեց 3 ինչ որ Ուկրաինան արեց։ Ներուժը պահպանում է, այսինքն։ Այդ տեսանկյունից երբ որ Կրեմլինը նստում եւ նայում է հավանականության տիրույթում, որն է իրական եւ որը իրականա չէ, դա ամբողջովին փոխում է իրենց հաշվարկները։ Պարոն Կոպալյան, այն մեզ Հայաստանի Հանրապետությանը ինչպիսի է Ռուսաստանի դաշնությունը անհրաժեշտ եւ ինչպիսի պատերազմի ավարտ, այստեղ մեր մարդկային էմոցիաները մի կողմ դնենք, դրանք այսպես մեզ կխանգարեն հաստատ մի քիչ ավելի չոր եւ ռացիոնալ հաշվարկներ անել, հաշվի առնելով Ռուսաստանից ունեցած մեր կախվածությունների, ես կանվանեի համակարգը, ոչ թե կախվածությունները, եւ պետություն, որը չի էլ թաքցնում, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու է, այսպես ծրագրեր եւ գործունեություն է ծավալում եւ իդեպ ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության մի զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվում է տեղեկատվական գործողություններ, որոնց նպատակն է հայկական ժողովրդավարությունը եւ դրա ավելի արևմտամետ ղեկավարությանը վարկաբեկել եւ այլն եւ Կիրիենկոյի, այսպես ասենք, Հայաստանով զբաղվելու լուրն էլ սրան ավելացնենք, հա, մենք ինչ ենք ուզում այս հակամարտության, մեր 4 շահը որն են մարդկային էմոցիոնալ հանգամանքները մի կողմ դրած։ Նայեք, աշխարհակահաղությունը մարդկային էմոցիա չի ճանաչում, այո, 4 ուժ է ճանաչում եւ պետք է հասկանանք, որ Հայաստանի շահերը բխում են, որ այս հակամարտությունը շարունակվի, որովհետև Ռուսաստանը, եթե այո, գնա դեպի խաղաղության եւ զինադադարի, նա բնականաբար շարունակելու է, ոնց որ մենք քննարկեցինք, իր ռեսուրսները հատկացնել Ուկրաինայի ֆրոնտին, բայց նույն ժամանակ նա կարողանալու է ռեսուրսների մի մասը գոնե հատկացնել հարավային Կովկասին, եթե նա ունենա զինադադար եւ կարողանա վերադառնա հարավային Կովկաս։ Այսինքն ինչքան այս հակամարտությունը շարունակվի, այդքան Հայաստանը ավելի շնչելու տեղ է ունենում, որ մեր շրջադարձը դեպի արևմուտք, մեր դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը ավելի հստակ ձևի իրականացնենք եւ ձեռք բերենք այն կարողությունները, որ երբ որ Ռուսաստանը վերադառնա այս տարածաշրջանը, մենք իրենց հետ ուրիշ ձև նստենք եւ ուրիշ ձև խոսանք հարցերի շուրջ։ Եվ դա մեզ մոտավորապես մինիմում 5-ից 10 տարի է պետք։ Այդ տեսանկյունից բոլորին ակնհայտ է, որ հակամարտությունը այս երկայն տարում չի վերջանում եւ շարունակվելու է։ Դրա համար, այո, Հայաստանի շահերը բխում են, որ այս հակամարտությունը շարունակվի, որ Հայաստանը փորձի եւ շարունակի անել նա, ինչ որ մենք անում ենք։ Որովհետև եթե տեսնում ենք, որ այս հակամարտության պատճառով Ռուսաստանի ազդեցության լծակները, կարողությունները նվազել են տարածաշրջանում, որ Ռուսաստանը այլևս այս տարածաշրջանի հեգեմոնը չի, որ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան մրցում են Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում, այո, ազդեցությունը Ֆրանսիան հասել է Սյունիք, դա շատ հետաքրքիր։ Այո, սա ցույց է տալի, որ իսկապես սա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Այդ տեսանկյունից, այո, ինչքան այս հակամարտությունը շարունակվի Ուկրաինայի, այդքան Հայաստանը շնչելու տեղ ունենալու։ Ինչ որ վերաբերում է կախվածության համակարգի մասին, որ ահագին այս թեման քննարկվել է։ Հայաստանը անվտանգության առումով այլևս չունի ոչ մի կախվածություն Ռուսաստանից։ Այո, այդ անվտանգության համակարգը, այդ ճարտարապետությունը փլուզվեց։ Դա իրական կարևոր ձեռքբերում է։ Տեսեք, Ուկրաինան ինչքան կախված է արևմուտքից եւ դա կարող է քաղաքական խնդիրներ առաջանալու պարագայում արժենալ պատերազմի Դա ապագայի խնդիր է, այո, եւ Ուկրաինան ոնց այդ հարցը կլուծի, իրենք պետք է որոշեն, բայց բնականաբար ինքնուրույն կարողություն ձեռք բերելը ամենակարևորն է։ Հիմա եթե Ուկրաինան օգտագործելու է այդ աջակցությունները արևմուտքից, որ ինքնուրույն կարողություն ձեռք բերի, դա մի լուծում է։ Եթե ոչ, եւ փորձի կախվածության համակարգի մեջ գտնվի, դա բնականաբար խոցելի ձևաչափ է։ Հայաստանը հասկացավ, որ 30 տարի Ռուսաստանի կախվածության համակարգի մեջ մնալով եւ չկարանալով
ինքնուրույն կարողություն ձեռք բերել, մենք գտնվեցինք այն վիճակում, որ մենք գտնվեցինք։ Հիմա փորձում ենք դա լուծել։ Այդ տեսանկյունից Հայաստանը անվտանգության մասշտաբով կախվածություն չի Ռուսաստանից։ Մենք ունենք ներկայիս կախվածություն էներգետիկայի ոլորտում, որը փորձում ենք լուծենք եւ կլուծվի մինչեւ մյուս տարի։ Համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ եւ մեր արևմուտքի գործընկերների հետ եւ երբ որ այդ միջուկային էներգետիկայի խնդիրները լուծենք, մի քիչ շատ չեմ դրա մասին խոսամ, կհասկանանք, որ իսկապես այդ կախվածությունը, որ մենք Ռուսաստանից դա կնվազի։ Այստեղ կնեք շատ կարևոր մեջբերում Երևանում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փող քարտուղարի տեղակալը, սա կարևոր ընթացք է։ Եվ այս այցից մոտավորապես 3 շաբաթ առաջ Westinghouse-ի ներկայացուցիչներն են Հայաստանում եւ Westinghouse-ը ամենամեծ ընկերություններից է, որ մատուցում է այս ատոմակայանները տարբեր երկրներում եւ բնականաբար եթե երկու փոքր չափսի ատոմակայաններ կառուցենք Հայաստանում, այդ ատոմակայանները Միացյալ Նահանգներն են մատուցելու եւ եթե Հայաստանն ունենա փոքր չափսի երկու ատոմակայան, իր մոտավորապես 70%-ի էներգետիկայի պահանջները լուծվում են։ Այսինքն դու այլևս չես ունենում կախվածություն։ Դու ունենում ես ինքնուրույն կարողություն, այո, եւ չկախված չես լինում այլ երկրի վրա, որ ապահովի քո էներգետիկայի պահանջները։ Մյուս ոլորտը դա տնտեսությունն է։ Այո, այսինքն անվտանգության հարցը լուծեցինք, էներգետիկայի հարցը լուծման գործընթացի մեջ է, տնտեսությունը մի քիչ բարդ է։ Եվ այդ հարցի լուծումը այս շատ քննարկումներ կա, այս Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա։ Հիմա Հայաստանը Եվրոպական միության անդամ կդառնա թե չի դառնա, դա իմ կարծիքով դա երկրորդական է։ Ամենակարևորը, որ այս գործընթացում, այս process-ում Հայաստանը ձեռք բերելու է այն կարողությունները, բարձրացնելու իրեն ստանդարտները, այո, զարգացնելու ինստիտուցիաները, որ կարողանա մտնի եվրոպական շուկա։ Եվ երբ որ դա իրականացվեց, բնականաբար անկախվածությունը, որ ունենք Ռուսաստանի շուկայից, դա նվազում է եւ մենք գտնում ենք այլ ընտրանքներ եւ տարբեր շուկաներ եւ տնտեսության դիվերսիֆիկացիան էլ է, այո, թույլ տալու մենք դուրս գանք այդ տնտեսական կախվածության համակարգից։ Այդ առումով անում ենք ամեն ինչ, այո, որ դուրս գանք այդ կախվածության համակարգից եւ ունենանք ինքնուրույն կարողություն։ Բայց դա իրականացնելու համար առաջինը անվտանգությունն էր, դրա համար մենք առաջ սկզբից գնացինք դեպի այդ ճանապարհը։ Դա երևի թիկունքային ապահովման կարևորություն ունի եւ եկեք հիշենք ընդամենը 2-3 ամիս առաջ մասնագիտական հարույթը ուներ մտավախություն Միացյալ Նահանգների գործելակերպի հետ կապված ոչ միայն աշխարհում, այլ հայկական թեմատիկաներում առաջինը արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի զսպել Ադրբեջանի ռազմական ագրեսիաների ռիսկը եւ արդյոք ԱՄՆ-ին հետաքրքիր կլինի ընդհանրապես հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը եւ երկրորդը արդյոք նոր վարչակազմի օրոք ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ կլինի արդիական Թրամփ ապրիլի 24-ի իր ուղերձում իհարկե ցեղասպանություն բառը չի օգտագործել, բայց ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է նշել եւ պարոն Ռուբիոն 1-2 շաբաթ առաջ ասում էր Սենատում, որ Միացյալ Նահանգները զսպում է Ադրբեջանի ռազմական ըստ էության դա նկատի ուներ ներխուժումը Հայաստանի Հանրապետություն եւ թիմը ներգրավված է ստանալու խաղաղության համաձայնագիր եւ գիտեք մենք երևի չկա մի շաբաթ, որ այս իմաստով չունենանք նորություն, ասենք նախորդ շաբաթ տեղեկություններից մեկը այն էր, որ Երևանում ու Բաքվում էր եվրոպական, եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, ինչպես երկկողմ, այսպես ձևաչափերով համագործակցության մասն է խոսել, այնպես էլ խաղաղության համաձայնագրի կայացման։ Պարոն Կոպալյան, մենք այստեղ ինչ օբյեկտիվ սպասելիքներ կարող ենք ունենալ, քանի որ երկկողմից ենք խոսում, եկեք երկկողմ ամփոփենք Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ, մենք սահմանային ապահովության խնդիր ունենք, այսինքն ռեսուրսներ զարգացնել, որ սեփական կարողություններով կարողանանք մեր սահմանները պահել, այս ոլորտներում երկկողմում ինչ կարող ենք, հետո կգնանք արդեն Հայաստան-Ադրբեջան տիրույթում ԱՄՆ-ի, նաև Ֆրանսիայի մասին կխոսենք։ Նայեք, ասեմ, փորձագետ համայնքը այստեղ շատ ժամանակ կարծիքներ է հայտարարում, բայց բնականաբար իմ համար դա մտահոգիչ է, որտեղ ես չեմ հասկանում նրանք ինչի վրա են հիմնում իրենց կարծիքները։ Շատ դեպքում գուշակությամբ կամ
ցանկությունների անձնական ես։ Այո, բայց հիմնված չի հետազոտական աշխատանքի վրա, որտեղ եթե իրենք հասկանան Միացյալ Նահանգների ինստիտուցիաները գործընթացը, երբ որ իրենք հասկանային այդ անցումային փուլում, երբ որ Թրամփի վարչակազմը դիրքավորվում էր եւ հասկանային իրենք ռազմավարությունը ոնց են մշակում, իրենց համար պետք է ակնհայտ լիներ, որ մտահոգվելու բան չկա։ Եվ ես հարցի շուրջ շատ խոսացել եմ։ Ես որտեղ ես ակտիվ մասնակցել եմ եւ իրար հետ այո, մենք խոսել ենք տեսակապով եւ քննարկել ենք։ Եվ ես սկզբից բոլորիս համար ովքեր որ զբաղվում ենք եւ տեղեկացված ենք, մեր համար ակնհայտ էր, որ երբ որ Միացյալ Նահանգները ինստիտուցիոնալ առումով համարում է X երկրի ռազմավարական գործընկերը, նա պատճառ չի ունենալ դա փոխի։ Այո, եւ այն մտահոգությունները, որ ունեն, որ Թրամփի համար Հարավային Կովկասը կամ Հայաստանը կլինի երկրորդական անկարևոր երկիր եւ ուշադրություն չեն դարձնելու, պարզվեց, որ դա ճիշտ չի։ Երկրորդ բան ավելացնեմ, երբ որ Թրամփի վարչակազմը գլոբալ մասշտաբով սառացրեց բոլոր ծրագիրները, որ Միացյալ Նահանգները ուներ աշխարհում մեկ, այո, միջուկային էներգետիկայի հետ կապված ծրագիրները, այո, որ իրենք զբաղվում են Հայաստանի հետ, այդ ծրագիրը չսառացրին։ Այսինքն դա շարունակվեց եւ իրականացվեց ինչ որ պետք է իրականացվեր։ Սա ցույց է տալի, որ այն տրամաբանությունը, որ օգտագործում են փորձեն հասկանալ Թրամփի վարչակազմին, իսկապես ճիշտ մոտեցում չէր եւ չէին օգտագործում ճիշտ վերլուծական գործիքները, որ հասկանային Թրամփի վարչակազմին։ Նույն ժամանակ մենք բոլորիս համար ներկայիս ակնհայտ եղավ, որ երբ որ Ստիվ Ուիթքոֆը հարցազրույցի ժամանակ նշեց, որ Հայաստան եւ Ադրբեջանը մոտիկ են խաղաղության պայմանագիրի, սա բոլորին համար պետք է ակնհայտ լիներ, որ իսկապես Միացյալ Նահանգներն են վարում այս բանակցությունները եւ գաղտնի բանակցություններ են գնում։ Այո, եւ Միացյալ Նահանգները ակտիվ դեր է տանում, որ մի լուծում գտնենք եւ այս խաղաղության պայմանագիրը կնքվի։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները նպատակ չուներ եւ անտեսել էր տարածաշրջանում, չենք տեսնի այն աշխատանքները, որ ինք շարունակական կատարում են։ Եթե ռազմավարական գործընկերության օրակարգը իրենց համար կարևոր չէր, Westinghouse-ը չէր այցելի, Josh Hawk-ը չէր այցելի, եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք է հասկանանք, որ Ամերիկայի քաղաքական դաշտը եւ իրենց ինստիտուցիաները տարբեր ձև են աշխատում։ Ինստիտուցիաների աշխատանքը շարունակվում է։ Եթե մի հարց քաղաքականացված չի, այդ հարցը ոչ մեկ ձեռ չեն տալի եւ ինստիտուցիաները շարունակում են։ Եվ Ուկրաինայի բախտը այդտեղ է չբերում, այսպես ասենք, որ շատ որտեվ քաղաքականացվեց, բայց նույն ժամանակ այո, X մի քանակի մի մակարդակի քաղաքականացվեց, բայց նորից լուծումը գտան։ Այո։ Եվ իրական քաղաքականությունը ամերիկյան ինստիտուցիոնալ մակարդակում է գնում, ես ինչպես հասկանում եմ, այսինքն Թրամփի վարչակազմը մի քիչ փոխել է, բայց անցյալում այո, բայց ամբողջովին չի փոխվել։ Ինչին են գալի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության օրակարգը, սրանք քաղաքականացված թեմաներ չեն։ Դրա համար Թրամփը պահանջել է, որ ինստիտուցիաները Միացյալ Նահանգների լուծեն այս հարցը։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Բոլոր Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, այս միջանցքի խնդիրը, տրանզիտի խնդիրները եւ այլն եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները ռեսուրս չէին հատկացնի, գաղտնի բանակցություններ չէին վարի, այո, այսքան դիվանագիտական ներդրում չէին անի, եթե իրենք չգտնեին Հայաստանի Հանրապետությանը կամ Հարավային Կովկասը իրենց համար կարևոր մի թեմա։ Այդ տեսանկյունից պետք է հասկանանք, որ ահագին ներդրում է անելու Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում եւ Հայաստանը լինելու է անկյունակարը, որովհետեւ իրենք այո, ունեն ինչ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, բայց իրենք Ադրբեջանին չեն վստահում։ Եթե մի ժամանակ Վրաստանն էին վստահում, դա ձախողվեց։ Բայց հասկանում են, որ Հայաստանը իսկապես օրգանիկ առումով ժողովրդավարական երկիր է, մեր քաղաքական մշակույթը, այո, համապատասխանում է այն արժեքներին, այն հատկանիշներին, որը Միացյալ Նահանգները հաշվի առնում, երբ որ ընտրում է մի երկիր դառնա տարածաշրջանում իր անկյունակարը, եւ գնում ենք դեպի այդ ճանապարհը։ Նորից եմ ասում, սա շատ ժամանակ ակնհայտ չի եւ բաց ձևի չեն արտահայտվում, բայց երբ որ նայում ենք այն աշխատանքը, որը արվում է, եթե այցելում է յուրաքանչյուրը Washington
DC եւ գնում է մտնում է State Department եւ այս ինստիտուցիա եւ այն ինստիտուցիա եւ տենում է եւ բանակցում եւ հասկանում է, որ Միացյալ Նահանգները իսկապես ձեռք են բերում գծում են մի ռազմավարություն Հայաստանի հետ կապված, որ իսկապես նախատեսել իրենք ներդրում անեն եւ ավելի հզորացնեն Հայաստանը եւ ժամանակ կգա որ կներգրավեն տրանսատլանտիկ համակարգի մեջ, արդեն ակնհայտ է, որ սա միայն մի վարչակազմի խնդիր չէ, բայց ավելի լայն հեռանկար կա։ Եվ այստեղ երևի նաև ինստիտուցիաներից խոսելիս պետք է ընդգծել պետքարտուղարության աշխատանքը, որովհետև ուղեղային են գլխավոր կենտրոնն է, որ ամերիկյան արտաքին քաղաքականություն վարում է, բայց որը ունի նաև հիշողություն անցյալի տեղեկությունների հիման վրա, օրինակ դուք նշում եք անվստահությունը Ադրբեջանի նկատմամբ, հա, Ադրբեջան, որը Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է, որը ամերիկյան պետության դեմ, այսինքն նարատիվներ հորինած եւ սպասարկած պետություն է, որ արևմուտքը ներխուժում է այստեղ, Ռուսաստանի հետ թեթևի տված հակաամերիկյան, հակաարևմտյան, այսպես բլոկ են կազմել, իհարկե, բայց նաեւ նկատելի է, որ Ալիևի վարչակազմը փորձում է այսպես մեղքերը բոլոր մեղքերը Բայդենի վրա գցել, որ Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները վատ էին, քանի որ կար Բայդենը։ Մինչդեռ ճշմարտությունը այն է, որովհետև ինքը ռազմական ագրեսիաները իրականացրել եւ ամերիկյան քաղաքականության շահերի դեմ է, հա, գործողություններ արել։ Այս իմաստով կուզեի այս կոնտեքստից էլ խոսենք, որովհետև պետքարտուղարը երբ որ ասում է Հայաստան ներխուժման վտանգ կա, ըստ էության ցուցադրում է պոտենցիալ ագրեսորին, հա, եւ ասում է բարդ պետությունը դժվար է հենց այդ Հետաքրքիրը, այո, հետաքրքիր հետեւյալն է, մեր իսկապես այո, մեր արտաքին գործերի նախարարությունը ճիշտ հասկացավ, որ ոնց պետք է համագործակցի այս նոր վարչակազմի հետ եւ շարունակեց ինստիտուցիոնալ կապեր հարաբերություն, այսինքն մենք շատ խելացի ձևի չմտանք եւ թույլ չտվեցինք մեր հարաբերությունը քաղաքականացվի։ Ալիևը այլ ճանապարհ ընտրեց եւ նա փորձեց իր հարաբերությունը Միացյալ Նահանգների հետ քաղաքականացնի։ Այո, Ալիևը համոզված էր, որ եթե նա վարկաբեկի Բայդենին, նա կմտնի Թրամփի ուշադրության տակ եւ բնականաբար իրենք կամրացնեն իրենց հարաբերությունները։ Ալիևը չհասկացավ, որ ինստիտուցիոնալ առումով կլինի Միացյալ Նահանգների State Department-ը, կլինի անվտանգության խորհուրդը, կլինի տարբեր կառույցներ, իրենք իսկապես բացասական կարծիք ունեն իր վարչակազմի հանդեպ։ Եւ դա օբյեկտիվ տեղեկություններ վրա է նվազած, ոչ թե հայակենտրոններ։ Որովհետեւ ոչ, որովհետեւ 4-5 ամիս մինչեւ Միացյալ Նահանգների ընտրությունները Ալիևը գիշեր-ցերեկ թերագնահատում էր Միացյալ Նահանգներին, ծաղրում էր, վիրավորում էր եւ այլն, USAID-ին վրընդեց, հայո երկրից տարբեր Միացյալ Նահանգների ծրագիրներ, որ ահագին ներդրում էին արել, փակեց, այսինքն ինքը Ալիևի մոտեցումը հետեւյալն է, ինքը ասեց ինստիտուցիոնալ հարաբերությունների համար երկրորդականը, որտեղ ես իմ ռազմավարությունը հիմնված է, ես անձնական հարաբերություն եւ անձնական կապ ստեղծեմ Թրամփի հետ։ Եվ այդ ժամանակ մենք իրար կհասկանանք։ Չի ունեցել եւ կային նաեւ ունենք իրոք այսպես իրենք զանգ ունեցել տեղեկություններ, որ Ռուբիոյի հետ չի ցանկացել Ալիևը խոսել։ Դրա մասին չեմ կարող խոսալ, բայց Թրամփի հետ ինքը մի անգամ է խոսացել եւ ներկայիս Ադրբեջանը 4 տարբեր լոբբինգ կազմակերպություններ է վարձատրել Վաշինգտոն DC-ին, որ տանեն այդ աշխարհային աշխատանքներ, որ իր արտաքին գործերի նախարարությունը չի կարող իրականացնել։ Այսինքն քաղաքին դժվարություն են քաշում Վաշինգտոն DC-ում։ Իրենք մի քիչ ուշ հասկացան, որ այն բանը իրենք որ սպասում էին Թրամփի վարչակազմից, այն կապերը, որ իրենք կարողանալու էին ստեղծել, դա չիրականացվեց։ Հիմա իրենք խզել են ինստիտուցիոնալ կապերը եւ չեն կարող հաստատել ոչ ինստիտուցիոնալ անձնական կապեր։ Այդ առումով մի քիչ իրանց մոտ ներկայիս շփոթացած վիճակ է։ Այսինքն այն հաշվարկը, որ Թրամփը կգա եւ հակաամերիկյան քաղաքականություն կվարի, ինչքան էլ այսպես աբսուրդային է, չէ՞, հնչում։ Ռազմավարական շահերի դեմ կգնա։ Իրենք համոզված են, որ եթե, այսինքն եթե մենք վիրավորենք Բայդենին եւ Թրամփին ասենք, ինչ որ հարավային Կովկասում եղել է Բայդենի մեղքն է եւ դու ես մեր փրկիչը, դա կբավարարի։ Բայց նորից դա քաղաքականացված մոտեցում է։ Բայց ինչն եմ գալ, երբ որ տեսնում ենք, որ հարավային Կովկասի խնդիրները Միացյալ Նահանգներում, ընդդերի քաղաքական դաշտում քաղաքականացված խնդիրներ չեն, այլևս դա Թրամփի համար հետաքրքիր չի։ Այդ տեսանկյունից Ալիևի ռազմավարությունը ձախողվեց։
Ինչ որ վերաբերվում է Չինաստանին, այո, դա Միացյալ Նահանգներում քաղաքականացված խնդիր է։ Եվ այդ հարցի շուրջ նորից Ադրբեջանը պարտվում է, որովհետև իրենք այո, ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքեցին Չինաստանի հետ եւ Թրամփի սպիտակ տան համար դա լուրջ խնդիր է։ Եվ կոմունիկացիոն գործակցության, այսպես Այո, տարբեր ծրագիրներ։ Դրա համար երբ որ մենք գնում ենք սպիտակ տուն հանդիպումների, երբ որ մենք հանդիպում ենք Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների, մենք իրենց ասում ենք, որտեղ սա քաղաքականացված թեմա իրանց մոտ եւ կարող ենք ապարզավի խոսանք։ Մենք ասում ենք, որ նայեք, Հարավային Կովկասում Ադրբեջանը, Վրաստանը, Չինաստանի հետ ստորագրել են այդ ռազմավարական գործընկերության օրակարգը, միայն Հայաստանն է, որ մերժել է Չինաստանին, բայց ստորագրել է Միացյալ Նահանգների հետ։ Եվ դա իրական փաստ է։ Դա փաստ է եւ դա իրենց համար դա տրամաբանական է եւ իրենք դա ուրիշ ձև են անցալում։ Այդ տեսանկյունից, երբ որ նայում էին ինստիտուցիոնալ տեսանկյունից եւ քաղաքականացված տեսանկյունից, հասկանում եմ, որ իսկապես Հայաստանը ավելի առողջ գործընկեր է, Ադրբեջանը անվստահելի է եւ Վրաստանը անկայուն է։ Շատ լավ, պարոն Կոպալյան, ինչպես նշեցինք, Գորիսում բացվում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը եւ ուրեմն Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի Հանրապետությունում ասում էր, որ այս կարևոր պահին ձեր բոլորի ներկայությունը այստեղ Գորիսում ապացուցում է այն իրողության, որ Գորիսը ունի ռազմավարական նշանակություն, այն մի քաղաք է, որ գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, Գորիսը Լեռնային Ղարաբաղից տեղանված բնակչություն հյուրընկալող առաջին քաղաքն էր, սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, միշտ եղել է խաչմերուկը եւ նրա գործունեությունը միտված է եղել խաղաղության կառուցմանը եւ մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալի է։ Եկեք այս դիվանագիտական խոսքի հետագ փնտրենք նաև աշխարհաքաղաքականություն, եթե այն կա, հաշվի առնելով նաև, ինչպես նշեցինք, Միացյալ Նահանգների կողմից ադրբեջանական ռազմական ագրեսիայի հավանականություն զսպելու քաղաքականության շարունակականությունը, որի այսպես մասին հավաստում առնվազն լսեցինք պետքարտուղարից, այ ինչ են փնտրում արևմտյան գործընկերները Սյունիքում կոնկրետ Հայաստանի Հանրապետություն կարծես հասկանալ է դա ինչ կետ է եւ ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի եւ ինչ սպասել է ուղղությամբ։ Իրենց ռազմավարությունը մի քիչ սպეციფიկ է, իրենք ասում են, որ բնականաբար Հայաստանը պետք է պաշտպանվի եւ օգտագործել են տարբեր դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի փափուկ սպան մի շերտ։ Եվ իրենք ասում են, եթե հարձակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության վրա եւ ամբողջ տարածաշրջանում պետք է անկայունություն լինի, դա սկսել է Սյունիքից։ Այսինքն այդ տեսանկյունից իրենք ասում են, որ մենք եթե կարողանանք դիրքավորենք մեր ներկայությունն Սյունիքում, Սյունիքը դարձնենք դիվանագիտական ուշադրության կենտրոն, այո, դա բնականաբար դառնում է նորից մի զսպողության շերտ։ Այդ տեսանկյունից իրենք ոնց որ Ադրբեջանին հասկացնում են, որ եթե դուք նպատակներ ունեք, այո, եթե դուք կարծում եք տարբեր ճնշումներից հետո դուք դիմելու եք ռիսկի, որ նորից հարձակվեք, հասկացեք, որ սա ճնշման նորից մի շերտ է։ Այդ տեսանկյունից Ֆրանսիան փորձում է կառուցողային, այո, զսպողության շերտ ստեղծել, որ Ադրբեջանի համար խնդիր է լինելու, որտեղ նայեք, ուր է, ասինքն հարձակվեց մի քաղաքի վրա, որտեղ ներկայություն չունի միջազգային համայնքը, ուր է որ քաղաք հարձակվեց մի տարածքի վրա եւ այնտեղ տեսնում ես Եվրոպական միության դիտորդները, առաքելություն իրենց, Ֆրանսիայի ներկայությունը եւ այլն եւ այլն։ Իրանի հյուպատոսը։ Այո, Իրանի հյուպատոսը, այդ տեսանկյունից սա ամբողջը դիվանագիտական զսպման մի մեխանիզմներ են։ Նույն ժամանակ Ռուսաստանը խոսում էր, որ Ղափանում են իրենք բան անելու, ներկայացնելու, բայց հասկացանք ոչ բան չեղավ։ Ֆրանսիացիք սիրում են մի քիչ առաջ ընկնեն ու ցույց տան, որ իսկապես իրենք, այսինքն իրենք աջակցում են եւ օգնում են Հայաստանին ազնիվ ձևի եւ Ռուսաստանը միայն խոսում է, բայց չի անում։ Պարոն Կոպալյան, գիտեք, շատ կարևորը ոչ միայն այս գործընկերությունը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ զարգանա ոչ միայն այն պատճառով, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք օգնության կարիք ունենք, մենք հարձակման վտանգի տակ ենք, մենք խնդրում եմ մեր նկատմամբ մարդասեր եղեք, փրկեք եւ այլ։ Այ դա է շատ կարևոր։ Ռազմավարական շահեր, համընկնումներ,
ինչպիսին են հարցով Միանշանակ դրանք ռազմավարական շահերն այն մի քիչ առաջ այն քննարկում մեր գեղեցիկ աչքերը եւ այլն այսպես եթե իսկապես արևմուտքը արդեն համոզվել է որ Հայաստանը կարող է տարածաշրջանում տրանսատլանտիկ համակարգի համար անկյունակար լինի, դա տեղով արդեն ռազմավարական կարևորություն է ունենում Հայաստանը։ Նույն ժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանում ունի ահագին բնական ռեսուրսներ, մենք ունենք պղինձի հանքեր, մենք ունենք բնական միներալներ եւ դրանք ապագայում իրանց համար շատ տարբերության թեմա են։ Եվ մեր համար տարբերության թեմա են։ Նույն ժամանակ, եթե պետք է արևմուտքի համար տարածաշրջանում կայունություն լինի, որ իրենք կարողանան առողջ ձևի զսպեն Չինաստանի ազդեցությունը, այո, սա համապատասխանում է իրենց շահերի հետ։ Նամանավանդ Միացյալ Նահանգների համար։ Այս կոմունիկացիոն գլոբալ պատերազմների ֆոնը։ Այսինքն այս մրցույթը կա Միջանցքի եւ Չինաստանի ներկայացրած մի ճանապարհ եւ մի գոտի ծրագիրը այնտեղ մրցույթ կա եւ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը ունեն իրենց նպատակները, Չինաստանը իրենց նպատակը եւ եթե Հարավային Կովկասը լինելու է մրցույթի տիրույթ, բնականաբար Հայաստանը կարևոր դեր է տանելու եւ այստեղի կայունությունն է կարևոր դեր տանելու։ Դրա համար Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը ուրիշ տեսանկյունից են նայում։ Իրանց համար այո, արժեքները կարևոր են, բայց երկրորդական են, այո, հայերը կարող լինեն առաջին քրիստոնյա ժողովուրդը, բայց դա իրանց համար ինչ է փոխում, այո, իրենց շահերը չեն բխելու, որ իրենք ռեսուրս հատկացնեն, ինչա որ առաջին քրիստոնյա երկրների համար ինքը կորուստ ունենան եւ այլն։ Դա ուղեկցող ֆոն է, այսպես ասենք, այսինքն նույն արժեքային համակարգում գտնվելը դա կարող է ուղղակի նպաստել, չէ՞։ Այսպես ասենք վարչակազմից վարչակազմ փոխվում է, այո, բայց յուրաքանչյուր իշխանություն պետք է զբաղվի զուտ իր երկրի շահերով։ 4 շահերով, 4 շահերով սկզբից արժեքները երկրորդը, այո, եւ եթե մի մոտեցում, մի ռազմավարություն հակասում է իր երկրի 4 շահերին, բնականաբար իրենք չեն կարող գնալ դեպի այդ քայլին։ Ժամանակն է, մենք վերջերս շատ ենք քննադատում Իտալիային, որովհետեւ իրենք սկսել են նավթ առնել Ադրբեջանից եւ թույլ են տալի Ադրբեջանը ահագին աշխատանքներ տան եւ այլն, բայց պետք է հասկանալ, որ Իտալիայի 4 շահերը բխում են, որ իրենք այդ հարաբերությունները գնալով ավելի ամրացնեն։ Հիմա մենք ինչ ենք կարող առաջարկենք Իտալիային, այո, որ գոնե իրենք ոչ թե ամբողջովին խուսափեն, բայց մի մակարդակի նվազեն այդ Իսրայել չդառնան ներդեմ, եւ այլն, այո, միակողմանի այսպես ընտրություն չկատարի։ Շատ ժամանակ, որտեղ եթե նայում եք արժեքների տեսանկյունից, Ադրբեջանը ոչ մի բան չի ներկայացնում արևմուտքին, որ իրենց համար հետաքրքիր կլինի։ Այո, իրանք պետրո չոր բռնապետական համակարգ են։ Այո, բայց ունեն իրանք մի բան, ունեն բնական ռեսուրս, որը շատ կարևոր է արևմուտքին, Եվրոպային եւ յուրաքանչյուր, այո, պետություն Եվրոպայում հասկանում է, որ իր քաղաքացին պահանջում է էժան էներգետիկա, այո, պահանջում է էժան ապահովություն եւ այդ տեսանկյունից իրենց շահերը բխում են, որ իրենք շարունակել են հարաբերություն Ադրբեջանի հետ։ Եթե մենք գնանք, ասենք, նայեք, այս կոպիտ բռնապետական, մարդասպան բռնապետական համակարգը անում է այս տեսակի բաներ, բայց մենք այդ տեսակի բաներ չենք անում եւ մեր արժեքները ավելի լավն են եւ այլն, ասում են, այո, դուք ճիշտ եք, դուք սխալ չեք, բայց օրվա վերջ, որպեսի պետություն, ես խնդիրներ ունեմ։ Այո, ես ընտրությունների դեմ եմ գնում, ես իմ քաղաքացին պահանջներ ունի։ Դուք ուզում եք ես դա անտեսեմ, որ լուծեմ ձեր աշխարհական խնդիրները, դա բացառվում է, դա абսուրդ է։ Պետք է առաջարկելու բան ունեն, այս մեծ առևտրում ուրեմն։ Եվ այս բաները ռազմավարության հետ կապված, մենք փորձում ենք այդ հարցերը լուծել։ Այո, եւ այսինքն անցյալում, երբ որ միայն խոսում ենք արժեքների մասին, ներկայիս ասում ենք, որ Հայաստանը շուկա է, Հայաստանը հետաքրքրված է, որ ձեզնից զենք առնի, S առնի, N առնի, Հայաստանը այլևս աղքատ երկիր չի համարվում, զարգացող երկիր է, ահագին ներուժ եւ պոտենցիալ ունի եւ իրանք արդեն հետաքրքրված են լինում Հայաստանից։ Այսինքն մենք արևմուտքի եւ մեր գործընկերների ներկայիս ուրիշ ձև ենք խոսում։ ԱՄՆ-ից զենք գնելու հեռանկար ինչպես է գնահատում։ Դա ժամանակի հարց է, որովհետև հասկանում ենք, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է իր ռազմավարական գործընկերոջը զենք ծախել, բայց ինստիտուցիոնալ գործընթացը մի քիչ ժամանակ է տևում, բայց քաղաքական խոչընդոտներ չկան։ Երբ որ Բլինկենի արտաքին գործերի նախարարությունը ազնիվորեն խոչընդոտներ է ստեղծում, որտեղ իրենք կարծում էին դա ապակառուցողային քայլ կլիներ եւ կփլուզեր բանակցության գործընթացը, Թրամփի վարչակազմը հստակ ձևացնում է, որ մեկը մյուսի հետ կապ չունի եւ իրենք մեզ ասել են, որ այնտեղ քաղաքական խոչընդոտներ չկան։
Դա շատ կարևոր է եւ այսպես ամփոփելով պարոն Կոպալյան, ինչպիսի աշխարհակարգի հետ ենք մենք գործ ունենալու, կարծես այն գործիքները, գործիքակազմերը, որ կային տասնամյակներ առաջ, անգամ տարիներ առաջ, անգամ 1 տարի առաջ, դրանք փոխվում են, ասենք նույն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք չենք կարող նույն լեզվով խոսել ինչ որ 5 տարի առաջ, հա, Թուրքիայի հետ, որովհետեւ այն ժամանակ մենք ենթադրում ենք, որ կա մի մեծ եղբայր Ռուսաստանի Դաշնությունը, որը մեզ թույլ է տալիս Թուրքիայի հետ խոսել, ասենք կոշտ լեզվով օրինակ, հա, կամ նույն Ադրբեջանի հետ, ինչքան էլ մեր այսպես արժանապատվությունը թույլ չտա այս արձանագրումն առնել, այս մեծ եղբոր ինստիտուտը ձախողեց ուղղակի եւ հարկադրված ենք ըստ էության այս երկու ոչ այնքան հաճելի, շատ մեղ բառեր օգտագործենք, հարևան երկրների հետ հարաբերվել որպես սեփական օրակարգը մարտահրավերներ, անվտանգային խնդիրներ ունեցող երկիր, այս գլոբալ տենդենսները արդյոք մեր օգտին են այս երկուսի հետ հարաբերությունների նորմալացման կամ գոնե ընթացքի կառավարման իմաստով։ Նայեք, մեր արտաքին քաղաքականությունը, ոնց նշեցիք անցյալում, մենք ռազմավարական ճկունություն չունենք։ Մենք ասում էինք, որ Ռուսաստանը ոնց որ նշեցիք, մեր մեջին կանգնած է, դրա համար կարող ենք X երկրի հետ sense խոսանք, այն երկրի հետ խոսանք, հեռանկար չունենք, հայեցակարգ չունենք։ Բայց ներկայիս մենք գիտակցեցինք, որ դա այլևս չի աշխատում։ Եվ իսկապես այս դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը, որ մենք կիրառում ենք, դա թույլ է տալի մենք ունենանք ռազմավարական ճկունություն եւ այստեղ գաղտնիքը հետեւյալն է, որ այդ փոփոխությունները կարողանան կառավարենք։ Այո։ Հասկանաս ինչ է կատարվում աշխարհում։ Պետք է նախատեսենք այդ փոփոխությունները, բայց նույն ժամանակ ունենանք այն ճիշտ գործիքները, որ կարողանան կառավարենք, որովհետեւ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները օրինակ, այո, 5 տարի առաջ շատ լարված էր, 2 տարի առաջ անորոշ վիճակի մեջ էր, բայց ներկայիս անեք հավանականությունը կա, որ կարողանանք կառավարենք, կարևոր չի հավանականությունը, որ մակարդակի է, տես այդ 5 տարվա մեջ ահագին փոփոխություններ եղել, պետք է կարողանանք նախատեսենք եւ կառավարենք այդ փոփոխությունները։ Եթե ունենաս մի ռազմավարություն եւ ասես երկրի դիրքը որոշումը սա է, դա բնականաբար թույլ չի տալու դու ունենաս ճկուն ռազմավարություն եւ փոքր երկիրները ուժեն չուզեն պետք է ճկուն լինեն։ Այո, անցյալում մենք չունենք այդ ռազմավարությունը։ Մենք գալիս ենք այդ ռուսո-սովետական դպրոցից, որ ասում ենք, դե սա է մեր երկրի արտաքին քաղաքականությունը, շարունակվում է։ Կարևոր չի, որ այդ արտաքին քաղաքականությունը չէր համապատասխանում մեր կարողությունների հետ, մեր ուժերի հետ եւ մեր հարևան երկրների հետ։ Այդ տեսանկյունից այս ճկունությունը շատ կարևոր է։ Կցորդի կարգավիճակում չմնալ է եւ միանշանակ եւ տևական թարմացնել եւ ռազմավարություն փոխելը դա առողջ մոտեցում է, այո, եթե յուրաքանչյուրը կասի, բայց մի հատ հասկանանք 2 տարի առաջ մեր արտաքին քաղաքականությունը X երկրի հետ սա էր, 2 տարի հետո փոխեցիք, այո, պետք է փոխեք, որտեվ իրականությունն է փոխվում, ժամանակն է փոխվում, դինամիկան է փոխվում, այո, այսինքն այդ փոփոխությունը, եթե հիմնված է տարբեր ռազմավարական հատկանիշների վրա, դա առողջ չէ, ոչ թե մնաս նույն դիրքում, այսինքն աշխարհը անցնում է, բայց դու մնում ես նույն տեղը։ Պարոն Կոպալյան, շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Ներսես Կոպալյանին։